Հանրային հեռուստաընկերությունում նոր եթերաշրջանի մեկնարկը տրված է։ Վաղվանից առաջին ալիքը խոստանում է նոր հետաքրքիր բազմաբովանդակ ծրագրեր ու հաղորդումներ, մուլտեր ու ֆիլմաշարեր։ Էկրաններից կողջունեն ինչպես հայտնի եւ սիրված, այնպես էլ նոր դեմքեր։ Հասարակական, քաղաքական, մշակութային եւ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր նաեւ սիրում են տարբեր ոճի երաժշտություն, իրենց երաժշտական գիտելիքները կստուգեն սիրված ժամանցային միջազգային նախագծերից մեկի՝ Գուշակիր մեղեդին հաղորդման ժամանակ։ Մրցակցությունը այնքան թեթև ու լավն է, որ ոչ ոք չի գնում վատ տրամադրությամբ։ Այս հաղորդմանը իրենց մշտական մասնակցություն ունեն նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամները, որոնք մեծ սիրով են աշխատում տաղավարում։ Հետաքրքրությամբ ենք նայում այս process-ին, որովհետև նույնիսկ մենք ինչ որ բաներ ունենք սովորելու, պատահում են երևի երգեր, որոնք ես էլ կարող չիմանամ։ Մասնակիցներից յուրաքանչյուրի նպատակը միայն մեկն է՝ առաջինը գուշակել մեղեդին եւ հաղթել։ Նոր եթերացանցը կազմելիս նկատի են առնվել տարիքային բոլոր սերունդների առանձնահատկություններն ու նախասիրությունները։ Առաջին ալիքի աշխատակազմը ոչ միայն չի մոռացել փոքրիկ հեռուստադիտողներին, այլև ուժ ու եռան չի խնայել նրանց օրը հետաքրքիր բազմաբովանդակ դարձնելու համար։ Փոքրիկ հաղորդավարներ Լիլիթն ու Արեգը իրենց մարզաբնակ հեռուստադիտողների հետ նոր եթերաշրջանում մանուկներին ծանոթացնելու են Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին ու գեղեցիկ բնաշխարհին։ Նկարահանումներից ոգևորված ստեղծագործական խումբը հիացմունքով է պատմում. յուրաքանչյուր մարզում կատարած նկարահանում անմոռանալի էր։ Մարզերում շատ հետաքրքիր բաներ ենք սովորել, օրինակ երեխաները մեզ տարբեր բաներ են ասել։ Երեխաները շատ լավն էին, ընդհանրապես բոլոր երեխաների հետ ծանոթացա ու բոլորը այնքան խելացի էին եւ տարբեր բաներ էին ասում, որոնք ես էլ չգիտեի։ Հետաքրքիր է այն, որ պատտվում ենք Հայաստանի մարզերով։ Հետաքրքիր է այն, որ ասենք հանդիպում ենք մեր տարիքի երեխաների հետ ու հետաքրքրում ենք իրար բարոլիայով։ Ստեղծագործական խմբի անդամները հուսով են ինչպես իրենց գրկաբաց ընդունեցին մարզերում, այնպես էլ այս հաղորդումը կընդունեն եւ կսիրեն հեռուստադիտողները։ Այս գունեղ, բարի, ուրախ եւ ստեղծագործ մոլորակում բոլոր մանուկների ինչուների պատասխաններն են։ Ինչուների մոլորակի հաղորդավարներ Բեթին եւ Աղասին գիտեն բոլոր փոքրիկների նույնիսկ ամենաբարդ թվացող հարցերի պատասխանները։ Այստեղ ինչուները շատ են լինում, իսկ պատասխանները ավելի շատ։ Նրանք նաև հաղորդման ընթացքում կպատրաստեն զարմանալի իրեր եւ գեղեցիկ խաղալիքներ, որոնք շատ հեշտ կարելի է տանը պատրաստել։ Հաղորդումը տարբերվելու է նաև իր դինամիզմով, ասում են այս տաղավարում ամեն ինչ շարժվում է։ Այս հաղորդման մեջ գերակշռում է ավելի շատ շարժը, քան որ երեխաները, ես գիտեմ երեխաները սիրում են, երբ որ շարժվում է ամեն ինչ։ Եթե ինչուների մոլորակում գիտեն բոլոր հարցերի պատասխանները, ապա փոքրիկների առողջության խնդիրների եւ դաստիարակության գաղտնիքների մասին գիտի Մերի Ներսիսյանը, որը իր բարի խորհուրդները կշարունակի տալ մեր մայրիկներին։ Սակայն փոքրիկների համար անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում։ Առաջին ալիքը կներկայացնի նաև Walt Disney ընկերության արտադրության բազմաթիվ մուլտֆիլմեր եւ անիմացիոն սերիալներ։ Բոլորը լինելու են բացառապես հայերենով, դերասանների եւ հենց երեխաների կրկնօրինակմամբ։ Երեխաների համար մուլտֆիլմեր, իսկ մեծերի համար ֆիլմեր։ Առաջին լրատվականի ավարտին տեսանկյունից եւ սպորտից հետո առաջինի հեռուստադիտողը կարող է դիտել խոշորագույն կինոընկերությունների գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր։ Դե իսկ Սանայանների ընտանիքում խառնաշփոթ է։ Եթե միտեղ չկա կոնֆլիկտ, ինքը հետաքրքիր չի։ Ընտանիքի միակ տղամարդ Դավիթը դեռ չի ամուսնացել։ Այդ հանգամանքը հանգիստ չի տալիս նրա մայրիկին, մորաքրոջը եւ քույրերին։ Տարիքն առել է, պետք է ամուսնանա, ապարզապես մեզ մոտ դեռ կա այդ մենտալիտետը, չէ, մաման մինչև չհավանի։ Պատկերացրեք, որ մանկուց ապրում է միտեղ, որտեղ բոլորը կանայք են, փորձում է փախչի այդ ամեն ինչի մեջից։ Ինչպես յուրաքանչյուր իսկական հայ ընտանիքում ամուսնության հարցը ամենակարևորն է եւ դա միանշանակ բոլորի խնդիրն է։ Իսկական հայ մարդիկ են, հնարած կերպարներ չէ։ Ամեն քայլափոխի այսպիսի մարդկանց կհանդիպեք իրենց խնդիրներով, իրենց այդ տրամադրությամբ, իրենց վեճերով, իրենց անհամաձայնությամբ։ Ստեղծագործական խմբի բոլոր անդամներն էլ վստահ են, իրենց հաջողության գրավականը լավ թիմ ունենալն ու միասնաբար աշխատելն է։ Ընտանյոք հանդերձի յուրաքանչյուր անդամ իրենց մտածածին եւ կարծես արդեն իրական ընտանիքի անդամ է։ Բոլորը միախմբված ոնց որ մի հատ ընտանիք լինի։ Ես այսօր ծիծաղելով ասում ես եկան եզրակացության, որ հենց հիմա ունեմ 3 ընտանիք։ Իմ ընտանիքը թատրոնն է եւ
այս ուղը։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ֆիլմի ռեժիսորը չի բացահայտում, բայց խոստանում է բոլորն ընտանյոք հանդերձ հավաքվելու են դիտելու հենց ընտանյոք հանդերձը։ Այսպիսի մի բան կա, որ եթե դու ունես լավ սցենար, դու շանս ունես լավ բան նկարելու։ Հիմա մեզ այդ շանսը տրվել է, քանի որ ունենք լավ սցենար, լավ բան նկարելու, իսկ մենք դա փորձում ենք իրականացնել։ Իսկ թե ինչու է հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը Միացյալ Նահանգներում եւ Օվկիանոսից այն կողմ ինչ շակատագրերի արժանացան մեր հայրենակիցները, ինչպես են ապրում հայրենիքից հեռու, ինչ խոչընդոտների են հանդիպում եւ ինչպես է նրանց անձնականն ու մասնագիտական կյանքը դասավորվել, փորձել է պարզել մարդկանց ճակատագրերով հետաքրքրվող Աննա Ավանեսյանը։ Առաջին ալիքի նոր եթերաշրջանին նորովի է ներկայանալու նաեւ արդեն հեռուստադիտողների կողմից սիրված մեր մեջ ասած հաղորդաշարը։ Ստեփան Զաքարյանն էլ շարունակում է բացահայտել մեր երկրի առեղծվածները։ Հայաստանի առեղծվածներ ծրագիրն արդեն երրորդ եթերաշրջանն է, ինչ շարունակում է գտնել, բացահայտել եւ անդրադառնալ մեր երկրի հին ու նոր հետաքրքրական պատմություններին եւ վայրերին։ Այս եթերաշրջանում այսնոր ավելի բարձր որակով հաղորդումներ, ֆիլմեր կդիտի հանդիսատեսը, հաստատ ավելի բարձր որակով եւ կարծում եմ ոչ պակաս հետաքրքիր առեղծվածներ կբացահայտվեն։ Դե իսկ մեր երկրի առեղծվածներում ֆրանսիացի լավագույն խոհարարներից Ռոման Բուվիեն Գոհար Գասպարյանի ուղեկցությամբ բացահայտելու է հայկական խոհանոցի գաղտնիքները։ Մարդ, որ ուտելիքի մասին գիտի ամեն ինչ եւ անգամ ավելին, փորձելու է ֆրանսիացու աչքերով յուրովի ներկայացնել հայկական ուտեստները։ Բարդ երկուշաբթի ազատ գոտի մասնագիտությունը լրագրող խաղից դուրս։ Նոր եթերաշրջանում առաջին ալիքը հեռուստադիտողին կշարունակի ներկայացնել նախկինում բարձր վարկանիշ ունեցող եւ արդեն իսկ նոր թափ առած սոցիալական եւ հասարակական հաղորդումները։ Իսկ Ցվետաննա Պասկալևան իր հուշադարանից կշարունակի թերթել ազատագրական շարժման էջերը։ Դե իսկ լրատվական ծառայությունն էլ կշարունակի օրական 4 անգամ լուսաբանել Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող հրատապ եւ ուշագրավ իրադարձությունները։ Եթերում կլինեն նաև սպորտային եւ կարևոր բոլոր իրադարձությունները։ Այսպիսով նոր եթերացանց, նոր նախագծեր, հին ու սիրված հաղորդաշարեր, նոր մոտեցումներ եւ ձևավորումներ։ Հանրայինը խոստանում է լինել բովանդակալից ու հետաքրքիր, դինամիկ եւ դիտարժան։ Լիլիթ Դանելյան, Հասմիկ Առաքելյան, Էդգար Դավթյան, Ռոմիկ Խաչատրյան, Հովանես Քյոսյան,